Շնորհակալություն։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, վերջին շրջանում շատ է քննարկվում Հայաստանի կառավարություն եւ եկեղեցի հարաբերությունները եւ մասնավորապես այն թեմաները, որ այսօր հիմնականում քննարկվեցին այդ թվում ազգային ժողովի ամբիոնից եւ հասարակական տարբեր շրջանակներում այս հարցը բնականաբար մեծ քննարկումների առիթ է տվել եւ այս քննարկումների շրջանակներում ամենահաճախ հնչող հարցերից մեկը նա է, թե ինչու է կառավարությունը հենց այս բանին որոշել է հարցերը բարձրացնել, որովհետեւ կա տպավորություն, որ այս խնդիրները մեր հանրության շրջանակներում վաղուց արդեն պարզ էին եւ հանրության լայն շրջանակներում արդեն տեղեկացված էին այն բոլոր խնդիրների մասին, մասնավորապես արատավոր խնդիրների մասին, որոնք կան մեր եկեղեցում։ Ես կխնդրեի այս հարցին անդրադառնալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հարցի համար։ Այսօր իրականում լրագրողների հետ զրույցի ընթացքում նրանք նույնպես տվեցին այդ հարցը, թե ինչու հիմա, երբ այդ ամենը բոլորը գիտեին, ես ձեզ էլ պիտի խոստովանեմ, որ ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որովհետև դե մտածել եմ մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի եւ պիտի ասեմ նաեւ, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլ եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակության
համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, բանում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ, տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես դες ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասինը, շնություն անելով, այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետեւ այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սանվանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց։ Եվ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան։ Այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել։ Ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, ցարթային իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ես 4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց, եւ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է, այստեղ ընդդիմությունը մի ուրիշ բաներ էր ասում, կներեք շատ չեն, ասում եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են, Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է, ո՞նց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում, այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է, եւ կոնկրետ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն ինքը եկեղեցուց դուրս է արձագանքեք Համեցեք արձագանք Շնորհակալություն պարոն վարչապետ եւս մեկ հարց մեր ընդդիմախոսները հաճախ այս քայլերը եւ այս հարցադրումները կապում են եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում իրենց բնորոշմամբ ռեպրեսիաների կառավարության կողմից իրականացված ռեպրեսիաների տեսքով եւ ես անկեղծորեն նաեւ ինքս կուզեի այդ համատեքստում մեր կողմից այդ հարցը բարձրացնել, իսկ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը, որը վերջին 1 եւ ավել տարիների ընթացքում ծավալում է եւ մանավանդ այն համատեքստում, երբ մեզ մեղադրում են հակասահմանադրական ընդհուպ գործունեության մեջ, կուզեի անդրադառնալ եկեղեցի կառավարություն հարաբերություններին այս համատեքստում, այսինքն կառավարությունը մտնում է եկեղեցու ներքին գործերի մեջ եւ հակառակը եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Պարոն Աղաջանյան, տեսեք, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։
Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ, չեմ խոսել։ Ինչու եմ հիմա խոսում, որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, եւ այո, նաեւ որպես վարչապետ, որովհետեւ չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հասկանում եք, ես տեղի իմ ոչ միայն իմ, բայց այդ թվում նաեւ իմ սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Ես գիտեք, ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Ես ասենք Սուրբ Զատիկը եւ Սուրբ Ծնունդը ուղերձով եմ հանդես գալիս եւ սաղմոս եմ արտասանում։ Ես երբեք իմ հոգևոր զգացումները չեմ թաքցրել։ Եվ ես հիմա առերեսված եմ այս փաստի հետ։ Ես մի կողմից մեր եկեղեցին, մեր սրբության սրբոցը, մյուս կողմից իմ ու Աստծո հարաբերությունները։ Չեմ կարող այս փաստը ուղղակի նայեմ, ասեմ, վայ, դիտորդ եմ ես չեմ կարող դիտորդ լինել, որովհետև մեր, այդ թվում նաև իմ սրբության սրբոցը գտնվում է պղծություն իրականացնող կուսակրոնության ուխտագիրը խախտած, ընդ որում կուսակրոն քահանաները բոլորը առանց բացառության, երբ որ կուսակրոնություն են ընդունում, իրանք Մայրաթորի խորանի առաջ ծնկաչոք տեքստ են արտասանում, երդվում են, որ չեն երդվում, որովհետև նոր կտակարանը ասում է մի երդվիր, ասում են, որ ուխտը ստանձնում են եւ խոստանում են, որ կուսակրոնության ուխտը ստանձնում են կամավոր եւ խոստանում են, որ կպահեն, հավատարիմ կմնան եւ կվարեն պարկեշտ կյանք եւ այլն եւ ստորագրում են այդ թուղթը։ Իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ոնց կարանք մենք դա հանդուրժենք։ Եվ ոչ միայն նա, ես համաձայն չեմ հանդուրժել դա։ Եվ բոլոր եմ փորձը, թե սա ընդեմ սա հանուն եկեղեցու է, որովհետև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Շնորհակալ եմ, կներեք, որ երկարացրի։